Այսօր իշլի ենք թխում արևելյան խոհանոցի ամենաքաղցրանուշ ու մեղրածոր թխվածքներից մեկը, այն ինձ տարիներ առաջ բացահայտել իմ ընկերուհու մայրիկը։ Ուրեմն, կարագի վրա ավելացնում ենք տաք ջուր եւ խառնելով կարագը հալեցնում ենք։ Հետո տեղավորում ենք հարմար թասի մեջ, ավելացնում ենք աղն ու սոդան, խառնում ենք, ալյուրը ավելացնելով հունցում ենք եւ ստանում ենք էլաստիկ շարժ ենթարկվող խմոր։ Խմորը տեղավորում ենք տախտակի վրա եւ բաժանում ենք 38-ից 40 կտորի։ Յուրաքանչյուր կտորից գունդ ենք պատրաստում։ Գունդը գրեթե մեծ ընկույզի չափ է լինում։ Հատուկ չեմ կշռել։ Մի քանի րոպեով գնդերը ծածկում ենք ու ուղարկում սառնարան։ Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը։ Ընկույզը մանրացնում ենք այնպես, որ շատ խուսի չվերածվի։ Ավելացնում ենք շաքարավազ եւ դարչին։ Հետո գնդերը դուրս ենք բերում սառնանից, կրկնակով բացում ենք մոտավորապես 1.5-2 մմ հաստությամբ։ Այսպես փաթաթում ենք գեղեցիկ, հետո հատուկ կսմտիչով սկսում ենք կսմթել եւ տալիս ենք այս թխվածքին հատուկ ձևը։ Եթե հանկարծ ձեռքի տակ չունեք այս հատուկ կսմտիչից, ես խորհուրդ կտամ, որ օգտագործեք սովորական ունելի։ Եվս մեկ անգամ ցույց եմ տալիս պատրաստման ձևը, ինչպես ենք փաթաթում, ամրացնում եւ այսպես բոլոր կողմերի կսմթելով գեղեցիկ տեսք ենք ստանում։ Հետո բոլոր պատրաստի թխվածքաբլիթները տեղավորում ենք յուղաթղթի վրա ջեռոցի տապակի մեջ եւ ուղարկում ենք թխվելու։ Թխում ենք 200 աստիճանում մինչեւ նուրբ վարդագունելը։ Պատրաստում ենք այդ ընթացքում նաեւ օշարակը, ջրին ավելացնում ենք մեղր, շաքարավազ, համեմունքների փունջ, կիտրոնի աղ ու եփում ենք մոտավորապես 3 րոպե։ Պատրաստի թխվածքաբլիթները դուրս ենք բերում ջեռոցից եւ տաք վրան ավելացնում ենք մեր օշարակը։ Այնպես ենք անում, որ բոլոր թխվածքաբլիթները այսպես ծածկվեն օշարակով։ Հետո արդեն կարող ենք վայելել։ Սա այն թխվածքներից է, որը շատ երկար կարելի է պահել սառնարանում եւ այն օր-օրի կհամեղանա։ Անպայման կիսվեք, որ ձեր ընկերներն էլ ունենան այս համեղ բաղադրատոմսը, պահպանեք ու տարեք ձեր խոհանոցներ, չէ՞ որ տոները մոտ են։